Մենք վաղուց գտնում որ անհրաժեշտ է նաև մեր կողմից անցկացնել այսպիսի հարցում, որովհետև որոշակի կար կասկածներ, թե ով ինչպես է անցկացնում, մենք սոցիոլոգիական խմբին խնդրեցինք եւ դեկտեմբերի 1-ից 10-ը անցկացվեց այս հարցումը, որին մասնակցել են 500-ի մոտ, ուրեմն 500 ուրեմն մեր ռեսպոնդենտներ եւ մենք հիմա ստացել ենք հետարքիր տվյալներ, ասեմ, որ տարիքային առումով բոլոր խմբերը ընդգրկված են համարյա հավասար, այսինքն դա նշանակում է, որ մենք ունենք իրավունք ասելու, որ տարիքային տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները բոլորը մասնակցել են այսպիսի հարցմանը։ Երկրորդը կրթական ցենզը շատ հետաքրքիր է այն առումով, որ ավելի շատ են բարձրագույն կրթություն ունեցողները եւ ընդհանրապես կրթություն ստացածները եւ դա էլ նշանակում է, որ այստեղ ավելի գիտակցաբար ուրեմն պատասխաններ են եւ մենք դա նույնպես գնահատեցինք։ Դիագրամաները իրենք ամեն ինչ ասում են, ես ասեմ, բայց մենք ունենք նաեւ սրա համապատասխան իհարկե արդեն մանրամասները, որը ես հիմա ձեզ կներկայացնեմ։ Հաջորդը դա իհարկե մարզերն էին, նաև որտեղից էին հիմնականում եղել մեր հարցված պարոնայք եւ տիկնայք, նրանք ուրեմն ներկայացված են իհարկե ավելի շատ Երևանից եւ դա էլ է հասկանալի եւ 64% եւ 35% մարզերն են։ Իհարկե մենք սա կրկնելու ենք հունվարի 10-ից հետո, որպեսզի համոզվենք, որ ավելի հստակ կանցկացնենք եւ կհասկանանք, թե որքանով ենք մենք ճիշտ, որ այսպիսի հարցում ենք կազմակերպել։ Ուրեմն մենք տվել ենք հարցեր, որոնք որ շատ կարևոր էին մեր կարծիքով։ Դա առաջին հերթին ուրեմն նշվել է արտաքին քաղաքականությունը։ Եվ տեսեք ինչպիսի ուրեմն պատասխաններ ենք մենք ստացել։ Արտաքին քաղաքականությունը գնահատվել է հետևյալ կերպ. շատ բացասական իշխանությունների վարած քաղաքականությունը, ինքնին հասկանալի է, շատ բացասական 75.8, մասամբ բացասական 9.8, շատ դրական 1.2, մասամբ դրական 7.4, չեն կողմնորոշվել 5.7%-ը։ Հաջորդ հարցը եղել է հանրային անվտանգություն եւ իրավապահ համակարգ։ Գնահատականները հետևյալն են, շատ բացասական 71.7, մասամբ բացասական 15.2, խոսքը գնում է նամասին, թե ոնց են իրենք պատկերացնում մեր անվտանգային համակարգը եւ նրա համապատասխան իրավապահ մարմինների գործունեությունը։ Շատ դրական 0.8, մասամբ դրական 8.6, չեն կողմնորոշվել 3.7։ Առողջապահություն, սոցիալական հարցեր, կրթություն եւ գիտություն։ Շատ բացասական 60 եւ 2%, մասամբ բացասական 24.6%, շատ դրական 2.5, մասամբ դրական 9.8, չեն կողմնորոշվել 2.9%։ Տնտեսական ոլորտ, էկոնոմիկա, ֆինանսներ, շատ բացասական 62.3, մասամբ բացասական 20.5, շատ դրական 1.2, մասամբ դրական 8.6, չեն կողմնորոշվել 7.4։ Արցախի հիմնահարցը, ես հիմա սա անցնեմ եւ հետո նորից կանցնենք մեկնաբանություններին։ Արցախի հիմնահարցը արցախցիների կեցության ապահովում Հայաստանում եւ Արցախ վերադարձի իրավաքաղաքական ոլորտ։ Շատ բացասական այսօրվա քաղաքականությունը 75.8, այդքան էլ ճիշտ, մասամբ բացասական 6.8, շատ դրական 5.3, մասամբ դրական 4.9 եւ չեն կողմնորոշվել 7.4%-ը։ Հիմա տեսեք, սա ոլորտներն էին, որոնք մենք հատուկ առանձնացրել էինք եւ իհարկե այստեղ կան եւս նոր բաներ, որ կարելի է ամսի 10-ից հետո հարցում կազմակերպել, բայց սա շատ կարևոր էր մեզ համար հասկանալու, թե ինչպես է իրական վիճակը, ինչպես են իրականում քաղաքականությունը գնահատում այսօրվա իշխանությունների եւ հիմա հասկանալի է, որ նույն այսպիսի թվեր ես համոզված եմ ուղղակի ունի նաեւ իշխանությունը
Եվ սրանով է պայմանավորված այն հիստերիկ բոլոր դրսևորումները, որը իրականացնում է այսօրվա վարչապետը եւ նրա ամբողջ թիմը։ Այնպես որ սա որպեսզի մենք համոզվենք, որ այս ամենը իրականում այդպես է, ես դրա համար ասում եմ, մենք կանենք երկրորդ եւ երրորդ այսպիսի հարցումները։ Եվ ես ասեմ, սա եղել է սոցցանցերում, որպեսզի տպավորությունը չլինի, թե մենք մեր շրջապատում ենք սա արել, այս սոցցանցերում է եղել, որից արձագանքել են սովորական քաղաքացիները եւ մարզերից եւ տարբեր ուրեմն այդ ոլորտը ներկայացնող անձեր։ Եվ հիմա տեսեք, առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրություններին ձեր մասնակցության հավանականությունը։ Միանշանակ ոչ, չի մասնակցելու 9-8 միանշանակ ուրեմն հիմնականում ոչ 17 միանշանակ այո 52.5 հիմնականում այո 17.6 չեն կողմնորոշվել 9%։ Հիմա այստեղ ամենակարևորը որ միանշանակ այո մասնակցելու է 52%-ը։ Նրան էլ միանում է հիմնականում այոն, որը 17.6 է, այսինքն մեծ քանակությամբ մարդիկ արդեն հասկանում են պատասխանատվության են զգացումը ունեն, որ պետք է անպայման մասնակցել այս ընտրություններին եւ ներկայացնել ապագայի Հայաստանի համար իրենց պատասխանատվությունը կրեն։ Հաջորդ հարցը, որը մենք նաեւ գտնում ենք, որ շատ կարեւոր էր այստեղ արդյունքների առումով, քաղաքական ուժերի եւ անհատների վերաբերյալ համապատասխան ուրեմն գնահատականները, որտեղ հիմնականում ներկայացված է հետեւյալը, չեն կողմնորոշվել 38-40%-ը։ Այսինքն սա տեսեք ասվում է նրա մասին, որ մենք հիմա հատուկ չենք ներկայացնելու ձեզ այն վարկանիշները, որոնք կան եւ կուսակցությունների եւ անհատների եւ անձերի, ինչու, որովհետեւ մենք ուզում ենք կրկնենք եւ ուզում ենք հաստատվենք, որ իսկապես այդպես էլ կա, բայց հավատացնում եմ, որ վարկանիշ կա եւ մեր ուժերի նկատմամբ եւ այլն, բայց հարցը դա չի։ Հիմա տեսեք, գլխավոր եզրակացությունը, որը մենք անում ենք այս հարցման այս արդյունքով, նաեւ որ չկողմնորոշվածների եւ մարդիկ, որոնք չգիտեն, դժվարանում են պատասխանել, դա 38-40% է։ Դա նշանակում է, որ այսօր քաղաքական ուժերը ունեն մեծագույն խնդիր բացատրելու իրենց այլընտրանքային մոտեցումները այս քաղաքականությանը, որը մենք դեպ ասած պատրաստվում ենք անել հունվարի կեսերից հետո, անպայման հրավիրելու ենք մեծ հավաք եւ այդտեղ ներկայացնել ենք մեր պատկերացումները, հատկապես արտաքին քաղաքականության եւ նաեւ ուրեմն անվտանգության համակարգի հետ կապված, որովհետեւ այսօր ժողովրդի մեր այս հարցման արդյունքը նույնպես մեզ հուշում է, որ մեր ժողովուրդը սպասում է կոնկրետ հարցադրումներ, թե ինչ եք դուք անելու, հասկացանք սրանք ինչ են անում, իսկ դուք ինչպես եք վարվելու, դուք ոնց եք դուրս բերելու երկիրը այս վիճակից։ Այսա կարևորագույն այն ուրեմն արդյունքն է, որը մենք ստացել ենք եւ չկողմնորոշվածների հետ կապված նաեւ ասեմ, որ մենք փորձ արեցինք հարցնել, թե հասկանալ, որ միավորումը, որ քաղաքական ուժերի միավորումը իրենց կգոհացնի։ Այստեղ էլ է խայտաբղետ իրավիճակ։ Այսինքն էլի նորից 50%-ից ավելին չի այլ պատկերացնում, թե որ ուժերի միավորումը ճիշտ կլիներ, կարող էր այսպիսի ուրեմն այս իրավիճակում, այսինքն չեն տեսնում նաև ձգտումը քաղաքական ուժերի միավորվելու եւ դրանից ելնելով այսպիսի անորոշության մեջ են։ Այս սա հիմնական այն ուրեմն եզրակացություններն է, որոնք մենք արել ենք